Յանի սքավորներ, որտեղ նրանք պետք է մխիթարվեն, այսպես ասում է Տերը Հիսուս Քրիստոս։ Որն է մխիթարությունը սքավորների, ընդհանրապես աշխարհում սքավորին չես կարող մխիթարել։ Չկա այնպիսի մի խոսք, այնպիսի մի ինչ էլ ուզում ես արել, սքավորին չես կարող մխիթարել, ինչու որտեղ կյանքը գնացել է, կյանքը չես կարող վերադարձնել։ Ինչ խոսքեր էլ ուզում ես ասա, ճառել ասա, ոչ ոք, մարդը չի կարող մարդուն մխիթարել։ Բայց մենք ննջեցյալների պարագային մի հետաքրքիր գեղեցիկ խոսք ունենք։ Հոգևորականները եւ եկեղեցին մխիթարական խոսք են ասում։ Ինչ են ասում, չենք ասում մարդը մխիթարվի, ասում ենք Սուրբ Հոգին թող քեզ մխիթարի։ Այսինքն Սուրբ Հոգին է մեզ մխիթարում, մարդը չի կարող մեզ մխիթարել։ Բայց երբ է Սուրբ Հոգին մխիթարում, երբ որ մենք թույլ ենք տալիս, որ Սուրբ Հոգին մխիթարի։ Սուրբ Հոգին սուրբ է, Սուրբ Հոգին նուրբ է։ Ինչու ենք մենք ուզում Սուրբ Հոգով մխիթարվենք, ինչու ենք որ նուրբ հոգով ուզում մխիթարել, որտեղ մեր հոգին էլ է սուրբ, մեր հոգին էլ է նուրբ։ Այդ պատճառով Սուրբ Հոգին, նուրբ հոգին կարող է մեր նուրբ է Սուրբ Հոգու հետ խոսել։ Բայց ինչու մենք չենք ասում շատ անգամ այդ Սուրբ Հոգու, նուրբ հոգու մխիթարության, որտեղ մենք ինքներս մեր հատեպ շատ կոպիտ ենք լինում։ Օրինակ, որդեկորուս մայրը զավակ է կորցրել, չգիտեմ, պատերազմից, ավտովթարից կամ ինչ որ դեպք է պատահել, եւ չի կարողանում վերագտնել իրեն։ Վերագտնել իրեն նշանակում է միտքը, հոգին, մարմինը ներդաշնակեցնել։ Վերագտնել, որպեսզի թույլ տալ Սուրբ Հոգին մեզ մխիթարի։ Սուրբ Հոգին մեր հոգու հետ պետք է գործի։ Եվ մեր միտքը պետք է թույլ տա, որպեսզի Սուրբ Հոգին մեր մեջ գործի, բայց շատ անգամ մեր միտքը մեր թշնամին է դառնում։ Մենք սկսում ենք մտածել։ Առաջինը ինչ ենք մտածում։ Մահվան պարագային, ինչու այսպես եղավ։ Առաջին հայրը, հարցը։ Ես շատ եմ որդեկորուս մայրերի հետ խոսել, ինչու եղավ։ Այդ հարցը շատ վտանգավոր հարց է, չգիտենք մենք այդ հարցի պատասխանը։ Երկնքի ու երկրի միջև սահմանի հատման հարցն է դա։ Ինչու մարդու հոգին ավանդեց գնաց երկինք։ Ինչու մահը եղավ, մարմին առանց հոգու։ Այդ դիեզերական հարցը, ով կարող է այդ հարցին պատասխանել։ Ինչու։ Աստված տվեց, Աստված տարավ, օրհնյալ լինի Տիրոջ կամքը։ Այս հարցը մենք զգուշ պետք է լինենք։ Եթե անգամ մեզ Աստված երևա եւ պատասխանի, թե ինչու եղավ, մենք պատրաստ չենք այդ պատասխանը լսելու։ Հա։ Ժամանակը գա կիմանանք այդ ինչու է պատասխանը։ Դեռևս մեր վերքը արյունահոսում է։ Մենք չենք կարող արյունահոսող վերքը բաց միանգամից բուժել, չի բուժվում ինքը, պետք է վիրակապես։ Պետք է փակես այդ վերքը, պետք է մխիթարես, պետք է ժամանակ անցնի, դեղեր նշանակես։ Եվ կանցնի վերքը կփակվի, կսպիանա, այն ժամանակ կիմանաս ինչու այդ վերքը եղավ։ Առաջին պայմանը, որ մեր միտքը պետք է մենք անջատենք այդ ինչու հարցը, ինչու եղավ, փակում ենք մեզ համար, այս պահին փակում ենք։ Իրավունք չունենք մենք երկնքի ու երկրի միջասահման, մահվան սահմանը, որ միայն Աստծո կամոքը, Աստված բարին կամում է, երբեմն փորձությունը թույլ է տալիս։ Չգիտենք ինչու, եղավ, համակերպվենք։ Երբ որ համակերպվում ես, խաղաղվում ես, ես բազմաթիվ անգամ ականատես եմ եղել, ողբ է, կոց է, հուղարկավորության ժամանակ քահանան շարականը երգում, աղոթք սկսում մի անգամից բոլորը խաղաղվում են։ Մի անգամից Սուրբ Հոգու մխիթարությունը, կենթանի ներկայությունը դու տեսնում ես, թե ինչպես բոլորը մխիթարվեցին, ովքեր ուզում են, ովքեր թույլ են տալիս։ Գիտես, մեր հոգին ուզում է այդ մխիթարությունը, բայց մեր միտքը չի թողնում։ Մեր Սուրբ Հոգուն մխիթարվի։ Կարոտը։ Մենք ասում ենք կարոտում ենք։ Իսկ ինչ է կարոտը։ Մարդը միայն ֆիզիկական ներկայություն չէ, մարդը նաև հոգի է, մարդը չի մահանում, մարդը չի վերջանում, դու
քո կարոտը նյութական մարմնի հետ է կապված, բայց չէ որ մարդը նաև հոգի է, չի վերացել, չի գնացել, ներկա է այդ մարդը։ Դու կարոտում ես ուրեմն աղոթքով կարոտը տար։ Հեռու երկիր է գնացել, կարոտել ես, աղոթք արա։ Չի եռացել, չի վերջացել։ Այսինքն կարոտնել դա կեղծ իրականություն է ստեղծվում, էլի։ Տերն ավետարանում ինչ ասում է, լավ է որ ձեզ համար գնամ։ Պատկերացնում եք, որ մի տղան, երեխան, մորը կասի, լավ է քեզ համար, որ ես գնամ։ Մայրը ինչ կասի իրեն։ Բալա ջան, ուր ես գնում։ Լավ է որ քեզ համար գնամ ես, որտեղ որ եթե ես չգնամ, Սուրբ Հոգին մխիթարիչը չի գա քո մոտ։ Տեսեք, Քրիստոս ամբողջ աստվածաբանությունը որդեկորույս Մարիերի տվեց։ Ձեր զավակը կգնա, Սուրբ Հոգի մխիթարիչը կգա։ Եթե ձեր զավակը չգնա, մխիթարիչը չի գա։ Կարծես ուզում ասի Տերը, մեկը գնա, մեկը կգա։ Ժամանակ եկա, բոլորս էլ կգնանք, բայց մեզ մենակ չի թողի մեր Տերը։ Մխիթարիչը կտա մեզ։ Ուրեմն ինչպես մենք Քրիստոսի կարոտն ենք աղոթքով լրացնում, ինչպես մենք Քրիստոսին ենք կարոտում, ու աղոթքով մխիթարվում ենք Սուրբ Հոգով, այնպես էլ մենք մեր զավակների, մեր անցավորների պարագային պետք է Սուրբ Հոգով մխիթարենք։ Լավ է որ ձեզ համար գնանք, որ Սուրբ Հոգին գա, որ մխիթարվեք։ Ուրեմն կարոտը չէ, կարոտը զգացում է, ապրում է, որ մենք աղոթքով մխիթարվենք։ Եվ երկնքի արքայության մեջ հավիտենական կյանքում այլևս կարոտ չի լինելու։ Այստեղ է կարոտը, այսպես է բաժանում։ Եվ այնտեղ կատարյալ սեր միաբանություն կլինի։ Հա։ Ուրեմն թողնենք, որ Սուրբ Հոգին գործի մեջ երանի, երբ է սքավորությունը երանություն եղել, չէ՞, սքավորությունը մինչև թշվառություն է համարվել, բայց Քրիստոս ասում է, որ սքավորությունները երանի կլինեն, եթե Սուրբ Հոգով մխիթարվեն։ Սուրբ Հոգով մխիթարությունը սքավորությունը դարձնում է երանություն։ Ամեն